Այս նոր տարին ևս նոյեմբերյանի Կոթի և Բարեկամավան համայնքները դիմավորեցին առանց կապույտ վառելիքի։ Գյուղով մեկ ճյուղավորված խողովակները 3 տարի է փոխել են Կոթիի պատկերը, բայց ոչ կենցաղը։ 695 տնտեսություն ունեցող գյուղում գազատարն անցնում է շատ տների հենց կողքով, բայց մնում անհասանելի։ Մոտիկ էլա էլի թանկ է, ահագին գումար է պետք որ մենք քաշենք։ Գյուղացիների խոսքով վառելափայտ հիմա դժվար է ճարվում, թանկ է, հեղուկ գազն էլ ձեռնտու չէ։ Գնում ենք բալոնով լցնում, բերում նախ դե թանկ է մեզ վրա նստում։ ԻՖԱԴ-ի ֆինանսավորմամբ 2014 թվականին ավարտվել են նոյեմբերյանի 6 համայնքների գազիֆիկացման աշխատանքները։ 4 գյուղերում բաժանորդների ընդհանուր թիվը 4 տասնյակի է հասնում, իսկ սահմանային Կոթիում և Բարեկամավանում ոչ մի բաժանորդ չկա։ Կոթիում համայնքապետարանը, դպրոցը և մանկապարտեզը ևս տաքացվում են ավանդական եղանակով։ Մանկապարտեզում վառարանը միացվել է ջեռուցման համակարգին։ Դպրոցը ևս ջեռուցման համակարգ ունի։ Ըստ բանավոր պայմանավորվածության գազատարում գազ կլինի, եթե գյուղում գոնե 5-ից 10 տնտեսություն բաժանորդ դառնա, ասաց Կոթիի վարչական ներկայացուցիչ Ֆելիքս Մելիքյանը։ Նրա խոսքով, քանի որ ոչ ոք գազ չի օգտագործում, սահմանամերձ գյուղերի համար պետության սահմանած գազի վարձի զեղչը գնում է էլեկտրաէներգիային։ Իրենք սայլը տեղից շարժելու առաջարկ ունեն։ Ինչպես էլեկտրականության պարագայում անկախ տների հեռավորությունից միացումների համար սահմանվի միջինացված սակագին և վճարվի տարաժամկետ գրաֆիկով։ Գայանե Թամամյան, Մհեր Թամրազյան, օրակարգ։